Որ ճանապարհով կշարժվի Հայաստանը դեպի Եվրամիություն, թե Եվրասիական տնտեսական միություն, այս հարցը վերջին օրերին դարձել է ոչ միայն ներքաղաքական, այլև միջազգային քննարկումների գլխավոր թեմաներից մեկը։ Բելարուսի, Ղազախստանի, Қырғызստանի եւ Ռուսաստանի նախագահները համատեղ հայտարարությամբ առաջարկել են Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել երկրի հետագա ինտեգրացիոն ուղին ընտրելու համար։ Միաժամանակ հայտարարվել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդում անդամ երկրների ներկայացուցիչները դեկտեմբերին կանալիք խորհրդի նիստում կներկայացնեն Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ զեկույց։ Թե ինչ են նշանակում այս հայտարարությունները Հայաստանի համար եւ ինչ զարգացումներ կարող են հաջորդել առաջիկա ամիսներին, պարզաբանում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը։ Ձևակերպումները, որ հիմա մենք տեսնում ենք, մեղմանալու միտում են ունենալու եւ նաեւ այն, որ դեկտեմբերում է այս հարցը քննարկվելու, ցույց է տալիս, որ սա շատ ավելի երկարաժամկետ, եթե մենք խոսում ենք, եթե իրական գործընթացի մասին, գործընթաց է լինելու եւ ես վստահ չեմ, որ այս շեշտադրումները, որ մենք հիմա լսում ենք, դրանք լինելու են նաեւ դեկտեմբերին, որովհետեւ եթե այսպես շարունակվի, սա նշանակում է նաեւ հայ-ռուսական հարաբերությունների առաջին հերթին խզում, այնպիսի խզում, որը վերջնականապես թույլատնելու է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում եւ տարածաշրջանում, ինչի մեջ Ռուսաստանը շահագրգռված չէ։ Մինչ շարունակվում են հանրաքվեի վերաբերյալ քննարկումները, քաղաքագետը հիշեցնում է, ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը եւս հանրաքվեի չի դրվել, ինչը նրա կարծիքով կարևոր հարցեր է առաջացնում ներկայիս քննարկումների համատեքստում։ Ինչու այս նոր երևույթը եւ այս պահանջը, որ մենք լսում ենք, առաջացել է հենց այսօր, վերջին շաբաթներին, եւ նախկինում Ռուսաստանը չէր հարցնում նույն Հայաստանի բնակչության կարծիքը 2013 թվականին։ Ես համարում եմ, որ եթե այդպիսի այլընտրանք լինի, հայկական կողմը, եթե մենք իսկապես մոտիկ լինենք ԵՄ եւ ԵԱՏՄ անդամ, ասենք ԵՄ անդամ դառնալու եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու, մենք կարող ենք այդ հանրաքվեն անել։ Դա հերո ապագայի մասին է, որովհետև գործնական փուլում մենք հիմա այդ այլընտրանքը չունենք, այսինքն ոչ մեկը Հայաստանը չի համարում ԵՄ անդամ դառնող երկրի թեկնածու, եւ հետեւաբար սա ապագայի հարց է։ Հայտարարություններ են հնչել նաև Մոսկվայից։ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել մի շարք արտոնություններ, որոնք այսօր գործում են միության շրջանակում։ Մենք ստիպված կլինենք տնտեսության ոլորտում Հայաստանի հետ մեր գրեթե ողջ աշխատանքը, որը վերաբերում է ինտեգրացիոն գործընթացներին, դադարեցնել։ Դա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատելու համար անհրաժեշտ կլինի արտոնագրեր գնել, պարտադիր բժշկական ապահովագրությունից օգտվելու համար էլ անհրաժեշտ կլինի բնակված լինել առնվազն 5 տարի եւ այդպես շարունակ։ Մենք պարզապես բոլորս պետք է հստակ, պարզ ու ազնվորեն խոսենք այդ մասին։ Ռուսաստանի նախագահը խոսել է նաև էներգակիրների մասին, ընդգծելով, որ դրանց գների աճը Հայաստանի համար կհանգեցնի երկրի հնայի առնվազն 14%-ի կորստի։ Այս դեպքում խոսքը զուտ տնտեսական գործոնների մասին է, որոնք պետք է հստակ գնահատել։ Եվրոպայում գազի գինը շուրջ 600 եվրո է, իսկ Հայաստանի համար շուրջ 150 եվրո։ Էներգակիրները կարևոր են, բայց դրանք միակ առավելությունը չեն։ Տնտեսական հարաբերությունները բազմաշերտ են եւ ներառում են բազմաթիվ այլ գործոններ եւս։ Վլադիմիր Պուտինն իր խոսքում կոչ է արել հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում Հայաստանի ապագայի վերաբերյալ եւ ընդգծել, որ այն ամեն ինչ լավ է հայերի համար, ընդունելի եւ լավ է Ռուսաստանի համար։ Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի գնահատմամբ նման զարգացումների շարունակությունը հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։ Նրա խոսքով Մոսկվան կարող է աստիճանաբար կորցնել իր ազդեցությունը Հայաստանում, որն այսօր արտահայտվում է ռազմաքաղաքական եւ տնտեսական ներկայությամբ։ Բոլոր այս լծակները, որ ունի Ռուսաստանը Հայաստանի վրա, ինքը օգտագործում է այս ընթացքում ցույց տալու համար, որ Հայաստանը կախված է եւ եթե Հայաստանը սխալ որոշում ընդունեց, ինքը տուժելու է, այսինքն նաեւ Հայաստանի բնակչության մասին է խոսքը առաջին հերթին։ Իհարկե այն Հայաստանի համար ծանր հետևանքներ է ունենալու, բայց Ռուսաստանի համար դա նաեւ նշանակում է անշրջադարձելի կորուստ Հայաստանում իր ներկայության, իսկ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում տարբեր տեսքեր ունի, դա ռուսական ռազմաբազան է, ռուս սահմանապահներն են, ռուսական տնտեսական ներկայությունն է։ Զուգահեռաբար զարգացումներ են արձանագրվել նաև դիվանագիտական հարթակում։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար։ Ինչ ուղերձ է պարունակում այս քայլը եւ ինչ կարող են վկայել հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլի մասին։ Սա արհեստական գործընթաց է, որ սկսել է մայիսից, եւ ռուսական կողմը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանի բնակչությանը հասանելի դարձնել այն միտքը, որ հիմա կատարվում է
ճակատագրական ընտրություն, հա, եւ այդ ճակատագրության ընտրությունը ընդգծելու համար այս խտացված պատկերը տեսության, քաղաքական հարցերի եւ այլն շուտ օգտագործվում է։ Այս պահին Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը քննարկվում է միաժամանակ թե տնտեսական, թե քաղաքական եւ թե դիվանագիտական հարթակներում։ Թե ինչ զարգացումներ կարձանագրվեն առաջիկա ամիսներին եւ ինչ որոշումներ կկայացվեն, դեռևս մնում են անորոշ։ Էլեն Խուդան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։